Անհետեթություն է ուղղակի եւ ձեռառնոց։ Այսպես են արձագանքում թոշակառուները Նիկոլ Փաշինյանի արդեն լեգենդ դարձած 900 դրամանոց առաջարկին։ Մինչ կառավարության ղեկավարը ամբիոնից թվաբանական աճպարարությամբ էր զբաղված, Գյումրիից Լեռնակա տոմսերի գները վաղուց թռել էին թոշակառուի հասանելիության սահմաններից։ Փաշիկի ասած 10,000 դրամ ավելացնեմ 5 անգամ կարող է գնաք հետ բարև ձեզ։ Բարև ձեզ։ Փաշինյանը վստահեցնում էր, թոշակի 10,000 դրամի հավելումը տարեների առաջ բացում է աշխարհի դռները։ Ըստ նրա հաշվարկի թոշակառուն ոչ թե 1, այլ 5 անգամ կարող է թռչել Կիպրոս ու վերադառնալ։ Մի անգամ չեն կարող։ Այդ թոշակնետի փողը մարդը ստանում է խոսքի ասենք 50,000 կամ 40 կամ 60,000, եւ 60,000-ով դու այդ տունը պահես, հետո հանգստանաս, վարձերը տաս, ոչ կանի։ Փաշինյանի այս ավեշտալի առաջարկը թոշակառուների շրջանում ոչ թե ոգևորության, այլ վիրավորանքի ու զայրույթի ալիք է բարձրացրել։ Ասում են, թոշակը միայն հացի փող է, իսկ Կիպրոսի մասին խոսակցությունները բացահայտ ծաղր։ Ինքը իրավունք չունի թոշակառուների ինքնասիրությանը կպնելու դեռ։ Ինքնասիրություն ունեմ ես։ 87 տարեկան կին եմ ինքնասիրությանը չկպի։ 10,000 ավելացրել ուզում էի ճղեի քծեի չթողեցի։ Այդ թոշակի փողով այդ երկրներ ես չեմ կարող գնամ։ Եթե ստանամ 64,000, ես ո՞նց եմ գնում։ Նրանք, ովքեր դեռ փորձում են հումորով մոտենալ կառավարության պատմական նվաճումներին, կոնկրետ առաջարկ ունեն Փաշինյանին։ Իմ թոշակը կտամ քեզ, դու 5 մի անգամ գնարի։ Եթե խելքով ամտածում։ Եթե հատված 10,000 եղած չեղած։ Խելաց մարդ այդ բանը չի ասի։ Նիկոլա երեխա է մեկ ապրում ենք մարդավարի։ Մտավ ու սաղից խառնեցի իրար։ 10,000 ինչ փող է։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։